արդարադատությունը ինչու տեղի չի ունենում։ Իմ կարծիքով սա նաև համակարգված, կասեի նույնիսկ ուղղորդված պրոցես է, որովհետև ներկայիս ռեժիմը խնդիր ունի իր շահերը սպասարկողներին, իր անվտանգությունը սպասարկողների անպատժելիությունը ապահովել։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք միջադեպ կամ այսպիսի մի թեզ էին տարածում, որ դժբախտ պատահար է, բայց իրականում սա դժբախտ պատահար չի, սա օրինաչափություն է, որովհետև այն ոճով, որով շարունակաբար վարում էին մինչև այդ դեպքը, վարում էին այս դեպքից հետո, անխուսափելի էր նման ողբերգությունները ու չեմ ուզում այսպես ասած կռամ, բայղուշություն անեմ, բայց ցավոք հերթական ողբերգությունը զուտ ժամանակի հարց է, որովհետև անընդհատ լինում են միջադեպեր կապված այս Շարասյանի հետ, ընդ որում մեծ մասին դրանց մեծ մասը անհայտ են մնում հանրության համար։ Այս վերջին մի շաբաթը, որ տենց մի քիչ աշխուժացավ այս թեման, սկսեցին մարդիկ հիշել, անձամբ ես առնվազն 5 դեպք իմացել եմ, որ նոր դեպք եմ իմացել, որոնք մարդկանց հետ եղել են, ուղղակի ասենք, չգիտեմ, ռեգիստրատոր չեն ունեցել, որ այդ միջադեպը նկարեն կամ ինչ-որ հեռու տեղ ա եղել եւ այլն, բայց մարդիկ պատմում են, ինձ ծանոթ մարդիկ, վստահելի մարդիկ պատմում են, որ իրանց հետ են եղել դեպքեր, որոնք կարող էին բերել նաև ողբերգության վթարների եւ այլն։ Այսինքն այդ վզվզալեն քաղաքով գնալ գալը իրականում դա արդարացված չի ոչ մի ձև։ Դա շարքային քաղաքացիների բոլորիս կյանքը վտանգում է։ Այստեղ իրականում, այսպես ասեմ, Սոնա Մնացականյանի փոխարեն կարող էր լինել Աստված մի արածե, բայց յուրաքանչյուրս կամ մեր ընտանիքներից անդամներից մեկը, սա հետևողական, տենց հաջորդական մոտեցում է։ Նայեք, եթե մարդ տանը նստած, մեկ էլ որոշի ամեն առավոտ մի հատ քար գցի պատուհանից, առանց նայելու թե տակո ով է անցնում, եթե մի ամսից մեկի գլխին ընկնի այդ քարը, չեք ասի, չէ, դժբախտ պատահար էր, պարզա, որ դա սպասելի էր, եթե առանց նայելու քար ես գցում, կարող է մի օր մեկի գլխին ընկնի։ Հիմա եթե դու այս ձևի վարում ես, անարդարացված ձևի ես վարում, էլի գժավարի, պարզա, որ վաղ թե ուշ ինչ-որ խնդիրը լինելու է ու անընդհատ լինում է։ Երկրորդ ամենամեծ խնդիրը դա արդարության հարցն է, ըստ էության այդ մարդկանց սկզբից զանգել են, հանգստացրել են, ասել են այո ամեն ինչ արդար կլինի ու միանգամից սկսել են այդ մարդկանց շահերը ոտնահարել, այդ մարդկանց իրավունքները ոտնահարել, ինչ որ բանը ձայնագրություններ են կորել, ըստ էության մարդիկ, որոնք ակնհայտորեն պատասխանատվություն են կրում, օրինակ Շարասյան ղեկավարները, իրենց հանդեպ վարույթները այդպես էլ չի հարուցվել։ Հիմա սա միայն ամենաբարձր մակարդակից է հնարավոր կասեցնել այդ նորմալ իրավական գործընթացը։ Այսինքն այդ մարդիկ ու իրականում ցանկացած կարող ենք իրանց տեղում լինել, այդ մարդիկ բախվել են համակարգային անարդարության, համակարգային անպատժելիության հետ։